Ես ողջունում եմ գործարար Ալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում եմ, որ դուք այս պահին Tech 5 շաբթի շրջանակում լսում կամ դիտում եք Թարմ ուղեղով զրույցը, իսկ իմ զրուցակիցն է Նժդե Հովհաննիսյանը, EU for Innovation East ծրագրի Հայաստանի ազգային համակարգողն է նա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, քանի որ Digitech-ը մոտ է։ Digitech-ի շրջանակում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենալու, որոնցից մեկի, այսպես հետևում նաև դուք եք կանգնած, EU for Innovation East ծրագիրը ֆինանսավորում, հովանավորում, կարող ենք այդպես ասել, ծառուղի է լինելու, չէ՞, Digitech-ում, ճիշտ եմ հասկանում։ Այո, ինչ որ ծառուղի, ինչ որ ալի, որ ստարտափներին ուրեմն հատկացված, ստարտափներն ունենալու են իրենց ուրույն բաժինը եւ դա մենք հովանավորում ենք այս տարի։ Առաջին անգամ եք մասնակցում։ Մեր ծրագիրը ընդհանրապես այս տարի առաջի տարին է, որ իր գործողությունը սկսվել է Հայաստանում, մինչեւ 2028 ծրագիրը դեռ շարունակվելու է։ Իհարկե աշխատանքը ծրագրի սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերից, բայց ուրեմն գործնեությունը, իսկ իրական գործնեությունը եւ աշխատանքների սկիզբը սկսվել է փետրվարից։ Առհասարակ ծրագրի մասին մեզ կպատմեք։ Ուրախությամբ։ Խնդրեմ, մանրամասն փորձենք հասկանալ ինչ ուղղություններով աշխատանք տարվում, ինչպես ստացվեց համագործակցությունը հենց Digitech-ի ֆորմատում եւ ստարտափերին հովանավորելը արդեն։ Շատ լավ։ Պիտի խնդրեմ հիշեցնեք հարցերը, եթե մոռացա։ Սկիզբը բացատրեմ, որ EU for Innovation East ծրագիրը ուրեմն Եվրոկոմիսիոնի միջոցով ստեղծված, Եվրոմիության միջոցով հովանավորվող եւ ֆոնդը ստեղծած ուրեմն ծրագիրը, որը նաև հովանավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից։ Այսինքն մենք ունենք հավելյալ ուրեմն բյուջետ, որը տրամադրվել է նաև Ֆրանսիայի կողմից։ Իսկ դա ծրագիր ուրեմն Եվրոմիության հիմնականում ծրագիր է, ֆոնդային ծրագիր է, բայց իրականացվում է ուրեմն Expertise France-ի միջոցով։ Expertise France-ը Ֆրանսիայի զարգացման գործակալության քույր ընկերություններից, կազմակերպություններից մեկն է։ Մենք ունենք Ֆրանսիայի զարգացման գործակալությունը AFD, իր քույր ընկերություններից մեկը Expertise France-ն է, որը իրականացնում է այդ ֆոնդային աշխատանքը Հայաստանում։ Մեր աշխատանքը սկսվել է սեպտեմբեր 2024-ից։ Սկզբնական փուլում մենք կատարել ենք ուսումնասիրություն, որպեսզի ավելի ծանոթանանք էկոհամակարգին, ավելի նոր տեղեկություններ հավաքենք էկոհամակարգին։ 24 թվականից նկատի ունեք հենց Հայաստանում եք 24 թվականից։ Հա, հիմա նաև նշեմ, որ այս ծրագիրը ներառում է արևելյան գործընկերության Eastern Partnership երկրները, որոնք են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստան եւ Ադրբեջանը։ Բայց ներկայիս իրավիճակում ելնելով ուրեմն քաղաքական եւ աշխարհակարգական իրավիճակից Ադրբեջան եւ Վրաստանը չեն մասնակցում, այսինքն ակտիվ չեն այս ծրագրում, ուրեմն այս ծրագրում հիմա ակտիվ են Ուկրաինա, Մոլդովան եւ Հայաստան։ Ծրագիրը ուրեմն ի սկզբանե ուսումնասիրել է բոլոր այդ 5 երկրների ուրեմն նորարարական եւ ուրեմն ձեռներեցության եւ նաեւ ինովացիոն հնարավորությունները տեխնո ոլորտը, որպեսզի հասկանա, որ ինչ իրավիճակ է այդ երկրներում, այդ էկոհամակարգներում, եւ ըստ դրա մենք ճշտեցինք օրինակի համար Հայաստանի բացերը, այն բացերը, որ մենք ունենք մեր էկոհամակարգում, եւ ըստ դրա մենք ծրագրեցինք մեր ծրագիրը ապագա 4 տարվա համար։ Ի սկզբանե ծրագիրը հիմնված է 4 սյուների հիման վրա, որոնք են ուրեմն նախնական փուլում գտնվող ստարտափներին նյութապես օժանդակելը, early stage startup ներին հովանավորությունը, որի բերումով մենք նաև համագործակցում ենք ուրեմն
բիզնես հրեշտակների հրեշտակների ուրեմն կազմակերպությունների հետ, օրինակ անցյալ շաբաթ մենք տեղի ունեցավ Gateway to Europe համագումարը, որի խոհանավորն էինք նաև մենք, երկրորդ սյունը, որ հիմնական սյունը, որ մենք ունենք մեր ծրագրի մեջ, դա ինկուբացիոն ուրեմն համակարգը ավելի զարգացնելն է, որի համար նոր ծրագրեր ունենք շուտով ուրեմն կհայտարարվի դրա մասին։ Երրորդ ուղղությունը էկոհամակարգի ներքին կապերը եւ ներքին շփումները ավելի զարգացնել եւ ավելի կատարելագործելն է։ Շեշտը դնում եք համագործակցության վրա, այո, ավելի զարգացնելու թե պետական եւ թե մասնավոր ոլորտները միմյանց հետ ավելի կապելու եւ ավելի հստակեցնելու հարաբերությունները եւ չորրորդ ուղղությունը հիմնականում եվրո էկոհամակարգների հետ ավելի հարաբերությունները զարգացնելն է, որտեղ ինչպես գիտեք, մեր տեխնոլոգիական էկոհամակարգը ի սկզբանե շատ լավ հարաբերությունների մեջ է եղել շնորհիվ ամերիկյան սփյուռքի հիմնականում ամերիկյան էկոհամակարգի հետ, բայց մենք դրանով հանդերձ որ արևելյան գործընկերության երկիր ենք համարվում, բայց շատ մոտիկից ծանոթ չենք եվրոպական էկոհամակարգների նմանատիպ էկոհամակարգների հետ եւ նրանք էլ ծանոթ չեն մեզ հետ։ Ուրեմն դա այդ կապերը ստեղծելը, զարգացնելը եւ նաեւ արևելյան գործընկերության երկրների մեջ այդ կապերը ավելի զարգացնելն ու սերտացնելը դա չորրորդ ուղղությունն է։ Ուրեմն 4 ուղղություններ ունեինք։ Ըստ այդ մի հարց ուղղեմ, հետո շարունակեք։ Այ ասացիք, որ նախապես տարածաշրջանի երկրները նաեւ ուսումնասիրվել են էկոհամակարգի ինչպիսին է, ինչ հնարավորություններ ունեն, Հայաստանը այդ մասով որտեղ է կանգնած եւ ինչպես գնահատվեց Հայաստանին ինչ որակում տրվեց։ Շատ արժեքավոր եւ կարեւոր հարց է արծարծում, որովհետեւ նախ եւ առաջ շատ հետաքրքիր արդյունքներ ունեցանք ուսումնասիրության, երբ որ համեմատեցինք արդյունքները ուրիշ այդ մյուս 4 երկրների հետ, Հայաստանի էկոհամակարգը բավական զարգացած է, դրանով հանդերձ որ շատ երիտասարդ է, հասուն է, դեռ հասունության սեմին է, այդպես կարելի ասել, բազմերանգ է, շատ տարբեր կողմերից զարգացած է, դա բնականավոր նաև ունի բացթողումներ, բայց հիմնականում համեմատած մյուս 4 երկրներին, եթե ոչ առաջի տեղում, որովհետև գիտեք, որ Ուկրաինան նախքան պատերազմը բավական զարգացած էկոհամակարգ ուներ, հիմա բնական է, որ ներկայիս իրավիճակում այդքան իրավիճակը թույլ չի տալիս, որ իրենց էկոհամակարգը այդքան զարգանա, բայց բնականաբար նրանք զարգացած են այդ ոլորտում, ավելի շուտ են սկսել մեզնից, բայց մենք նույնիսկ կարող եմ վստահ ասել, որ մենք նրանցից անցնում ենք։ Միշտ հետաքրքրում է հայ հանրությանը, թե մրցապայքարի մեջ թշնամի պետությունները ինչ կարգավիճակում են։ Այն մշտապես խոսվում է, չէ, Ադրբեջանը լավ վիճակում է բոլոր իմաստներով, եւ մենք զիջում ենք մեր դիրքերը։ Մենք չենք զիջում իրենց, թույլ տվեք շատ չխորանամ այդ հարցի մեջ, բայց քաղաքական որակում չտանք, բայց չենք զիջում իրենց, հիմնականում մեր տարածաշրջանում Կովկասում, հարավային Կովկասում մենք առաջինն ենք, երկրորդը զարգացումը Վրաստանը եւ երրորդը Ադրբեջանը, այդպես է համարվում ընդհանրապես, բայց դե բնական է, որ տարբեր ուրեմն որակումներ գոյություն ունեն, տարբեր տեսանկյուններից են քննարկում, բայց մի յուրահատուկ իրականություն, որ հայկական էկոհամակարգում կա, որ բոլոր մյուս երկրներում դա գոյություն ունի 4 երկրներում, դա ուրեմն ներքևից վերև շարժումը կամ մոտեցումն է։ Մեր մոտ էկոհամակարգը ստեղծվել է եւ դեռևս հիմնականում ուղղությունը տրվում է ուրեմն մասնավոր ոլորտի միջոցով։ Դրանով հանդերձ, որ մենք ունենք շատ զարգացող եւ հատուկ այդ նպատակով ստեղծված նախարարություններ
եւ նախարարությունը մանավանդ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մանավանդ վերջին շրջանում շատ մեծ աշխատանք է տանում, բայց ընդհանրապես ուղղությունը էկոհամակարգի ստեղծվում է մասնավոր ոլորտից։ Օրինակ տեսեք հիմա օրինակ այդ Gateway to Europe ծրագիրը կոնգրեսը, որ անցյալ շաբաթ կատարվեց, դա ստեղծվել մասնավոր ոլորտի նախաձեռնությամբ։ Digitech-ը ի սկզբանե սկսվել է մասնավոր ոլորտի ուրեմն միջոցներով։ Ինչով եք դա պայմանավորում։ Դա տալիս է յուրույն եւ յուրահատուկ խարակտեր։ Կարող եք ասել, որ անհատները փորձում են պատասխանատվություն վերցնել։ Կարծում եմ դա ավելի շուտ չէ, այդպես հարաբերություն։ Այսինքն օրակարգը ձևավորվում է ներքևից, օրակարգը ձևավորվում է ներքևից կամ կարող եմ ասեմ ոչ թե օրակարգը, ավելի շուտ ուղղությունը ձևավորվում է ներքևից, բայց հիմա շատ հետաքրքիր իրականության մեջ ենք, որ ուրեմն վերևն էլ, այսինքն այդ վերին մասն էլ, այսինքն պետությունն էլ շատ ընկալում է եւ ուրեմն աշխատում է ընթառաջի դրանց, այսինքն այդ օրինակ հիմա վերջին շրջանում, եթե հիշեք, հուլիսին տեղի ունեցավ Sevan Startup Summit-ը, որ առաջի անգամը լինելով հովանավորվեց հենց բարձր տեխնոլոգիաների նախարարության միջոցով։ Այսինքն դա արդեն իրականանում է, այսինքն այդ կապերը Էսյոներից մեկը, որ դուք նշեցիք, 4 սյուներից մեկը մասնավոր եւ պետություն կապը հենց դրա մասին է։ Այո, շատ կարեւոր է, այո։ Եվ ես իրականության մեջ տեսնում եմ, որ դրանով հանդերձ, որ դա այդ շատ յուրահատուկ մոտեցում է, բնականաբար այս մոտեցումը յուրահատուկ իր դրական կողմեր ունի, իր բացասական կողմերն էլ ունի, բայց դրական կողմերը ավելի շատ են։ Օրինակ նույն մեր հարևան երկրում Վրաստանում դա ճիշտ հակառակն է, վերից վարը։ Բայց բոլոր ջանքերը պետության զարգացնելու բանին բոլորը չեն, որ հասնում են ինչ որ նպատակի այնտեղ։ Բայց մեր մոտ ուրեմն այդ կապերը զարգացման փուլում են իմ կարծիքով, այսինքն այն ինչ որ տեսել են, եւ դա յուրահատուկ մոտեցումը պատճառ է դառնում, որ ավելի մտքեր, ավելի թարմ ուղեղներ, տարակարծություն լինի, տարակարծությունն էլ արդյունք է տալիս։ Իհարկե, մի քիչ պետք ունի ավելի կազմակերպված լինելու երկու կողմից էլ, այսինքն թե վերից, թե վարից։ Բայց միակ բանը, որ մենք մեր մոտ շատ քիչ ունենք եւ մենք նպատակ ունենք մեր ծրագրով օգնենք դրան, որ ստեղծեն, ուրեմն դա այն կազմակերպություններն են, որոնք ստեղծում են համագործակցությամբ պետական եւ մասնավոր ոլորտով, այսինքն public-private partnership։ Մենք շատ քիչ նմուշներ ունենք դրա եւ հիմա նպատակ ունենք եւ ուրախ լուրն էլ դա է, որ պետությունն էլ գոնե նախարարությունը հովանավորում է դա, այսինքն դրական մոտեցումով է մոտենում դրան։ Այ Digitech-ի մասին խոսելով մենք այսպես ծավալվեցինք եւ կարծես թե Digitech-ի մոռացանք։ Այո, մոռացանք Digitech-ին, բայց հիմնական շարժառիթը զրույցի հենց Digitech-ն էր, որ դուք ինչպես ինձ ասացիք, ավելի քան 80 ստարտափերի եք ֆինանսավորել, որոշներին ամբողջությամբ, որոշներին մասնակիորեն, հենց Digitech-ի հետ համագործակցությունը ինչպես ձևավորվեց ու ինչպես ընտրվեցին ստարտափերը։ Դե տեսեք, ուրեմն UAT-ի հետ հարաբերությունը, երբ որ դու հայկական էկոհամակարգում աշխատում ես, անկարելի է անտեսել UAT-ին, որովհետև UAT-ին թե ամենից լայնածավալ կազմակերպությունն է, որ ներառում է մեծամասնությանը, այսինքն տեխնոլոգիական ոլորտի եւ շատ զարգացող կազմակերպություն է եւ նաեւ տարբեր ոլորտներում աշխատանքներ է տանում։ Ուրեմն ի սկզբանե մեր ուսումնասիրության փուլից սկսված, այսինքն անցյալ տարվա սեպտեմբերից մենք կապերի մեջ ենք եղել UAT թիմի հետ։ Հենց անցյալ տարվա Digitech-ի շրջանում մենք
դժբախտաբար շատ կարճ ժամկետ ունեինք, չէինք կարող որևէ աշխատանք նախաձեռնել, բայց որոշել ենք, որ այս տարի անպայման պիտի համագործակցենք։ Մենք տարբեր ոլորտներում UAT-ի հետ համագործակցելու ենք եւ համագործակցում ենք, բայց սա բնականաբար UAT-ի ամենից ճանաչված աշխատանքն է, որ կատարում է առայժմ, այսինքն հայկական էկոհամակարգում։ Մենք որոշեցինք, որ Digitech-ին պիտի հովանավորենք եւ դարձանք ուրեմն ինովացիոն գործընկերը Digitech-ի 2025 թվականին։ Եվ դրա մեջ ներառում է նաև ուրեմն Startup Alley կոչվածը, այդ ծառուղին կամ ուղին, որը ստարտափների համար է նախատեսված, որ մոտ 80 կամ 80-ից ավել նաև ստարտափներ ներառելու, դրանցից 22-ը լինելու են ամբողջովին հովանավորված մեր միջոցով, որոնցից այդ 22-ից 7-ը ուրեմն Մոլդովայից հրավիրված ստարտափներ են, որովհետև այս վերջերս մենք աշխատել ենք այդ նաև ինչպես որ ասացի, մեր արևելյան գործընկերության երկրների հետ կապերը զարգացնել։ Դժբախտաբար Ուկրաինայից դա չէր ստացվի եղած իրավիճակի բերումով, ուրեմն Մոլդովայից 7 թիմ են մասնակցելու, իհարկե մեծ դելեգացիա էլ գոյություն ունի Մոլդովայից, բացի այդ 7 ստարտափները, բայց հույսով ենք, որ շատ լավ կստացվի։ Ի հավելում այդ ստարտափների հովանավորության մենք նաև կազմակերպում ենք երկու ուրեմն պանելային քննարկում, երկու տարբեր թեմաներով։ Առաջի թեման, որը լինելու ամսի 11-ին, ուրեմն տեխնոլոգիաների ուրեմն transfer-ի եւ ուրեմն ինչպես փոխակերպում, ինչպես ստեղծված գիտական արդյունքները կարելի լինի կոմերցիոն փուլ հասցնել, որովհետև դա շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև մեր խնդիրներից մեկը ոչ միայն մեր, այլ նաև ուրիշ էկոհամակարգների խնդիրներից մեկը չէ, գիտեք ինչ, մեր կոմերցիոն իմաստով հա, վաճառելը գիտեմ, բայց ես այստեղից սկսեմ, թողեք թույլ տվեք, որ մենք ինչ որ հոսք ունենք, ներհոսք ունենք ստարտափների դեպի մեր էկոհամակարգ։ Այդ հոսքի գիծը, այսինքն հոսքագիծը այս վերջերս մի քիչ նվազել է։ Պատճառներ շատ կան, չեմ ուզում քննարկեմ այստեղ, բայց այդ քանակը ստարտափների, որոնք մուտք են գործում մեր էկոհամակարգ, նվազել է։ Ոչ միայն մեր երկրում, շատ երկրներում է դա իրականացվել, դա հիմնականում տեխնոլոգիաների փոփոխության շնորհիվ է։ Բայց նաև տեմպ ինչ են հասցնում արագ զարգացմանը, ըստ փոփոխությունների տեմպին չեն հասցնում։ Ուրեմն ստարտափները պիտի ավելի հետո մի բան էլ կա, որ նոր տեխնոլոգիաները նոր մոտեցումներ են պահանջում, ինչպես AI-ը նոր մոտեցում է պահանջում։ Ուրեմն դրա հետ ուրեմն զարգացնելու համար այդ հոսքը եւ ավելի բազմացնելու համար թիվը ստարտափների մենք պարտավոր ենք, որ ավելի հիմնենք գիտահենք ստարտափների վրա, այսինքն ինչպես կարելի է գիտությունը ավելի դարձնել բիզնես, գիտության ստեղծած, այսինքն նորարարությունները, որոնք գիտության միջոցով են ստեղծվում, R&D կենտրոններով, գիտություն։ հա, գիտությունը եկամտաբեր դարձնենք։ Եվ դա ուրեմն այդ առաջին պանելային քննարկումը դրա մասին է լինելու, մենք ունենք հյուրեր, շատ պատկառելի հյուրեր ուրեմն Եվրոպայից, մեկը ներկայացնում է ուրեմն BPI France-ը, որը ֆրանսիական պետական ուրեմն բանկային համակարգն է, որ օժանդակում է ստարտափներին եւ ներդրումներ է կատարում այդ ոլորտում, ինովացիոն ոլորտում։ Մեկ մեր հյուրերից մյուս երկուսը ուրեմն ներկայացնում են ուղղակիորեն այն մասնագետներին, որոնք հենց այդ գործով են զբաղվում, այսինքն կարողանում են գիտության ստեղծած նորարարությունը կոմերցիոն դարձնեն եւ բիզնեսի վերածեն։ Դա ուրեմն լինելու է հիմնականում մեր առաջին պանելային քննարկումը, իսկ երկրորդ պանելային քննարկումը, որ լինելու է ամսի 12-ին,
մի ուրիշ հետաքրքիր թեմայով է։ Մեր պրոյեկտի շրջանակում մենք ուսումնասիրելով Հայաստանի էկոհամակարգը հասկացանք, որ մեր բացերից մեկը մեր էկոհամակարգի դա է, որ ուրեմն նախ եւ առաջ ներքին իրականության մեջ մենք ուրեմն ինչ որ հստակ պատկերացում, որ դեպի ուր ենք ուզում գնանք եւ ամենս դեպի այդ ուղղությունը ինչ որ հստակ պատկերացում ունենանք չունենք, ամեն մարդ բնական է գնում առաջ, բայց այդ ուղղությունները մի քիչ կարող է տարբեր լինեն։ Եվ այդ ավելի համակարգելու եւ ավելի հստակեցնելու կարիք կա, եւ նաեւ այն ինչ որ շատ կարեւոր է, դրսից երբ որ մարդիկ միջև այն ժամանակ որ ոտք չեն դնում Հայաստան, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն, որ Հայաստանի էկոհամակարգը որտեղ է, ինչ է ներկայացնում։ Օրինակ բերեմ անցյալ շաբաթ այդ կոնգրեսի ժամանակ այն հյուրերը, որ 40 հյուրերը, որ Եվրոպայից եկել էին, որ բոլորը հրեշտակներ էին, ուղղակիորեն զարմացած էին էկոհամակարգի զարգացած լինելու եւ բազմա կողմանի լինելու իրականությամբ։ Իսկ խնդիրը ո՞րն է, որ ամեն դեպքում տեղի է։ Խնդիրը դա է, որ մենք չենք ստարտափերը կարծես թե փորձում են եւ ներկայանալ, ավելի ճանաչելի դառնալ, ստարտափները աշխատում են, բայց տեսեք դա մեկ կամ երկու ստարտափի աշխատանք չի։ Մենք որպես ազգ համակարգ պիտի կարողանանք հստակ մոտենանք։ Եվ այդ պատճառով մենք մեր ուսումնասիրության արդյունքում որոշեցինք, որ կենտրոնանանք ազգային տեխնոլոգիական բրենդ ստեղծելու ծրագրի վրա, որը դա նորություն չի, ուրիշ երկրներում դա շատ լավ հաջողվել է։ Օրինակ ամենից փայլուն նմուշներից մեկը այս վերջին տարիների Էստոնիան է, որ ինչպես գիտեք, շատ փայլուն Էստոնիա անունով կոչվող ուրեմն բրենդ է ստեղծել երկրի համար եւ դրա արդյունքում բավական ճանաչվել է եւ զարգացում է ապրել ընդհանուր էկոհամակարգ։ Ուրեմն մենք դա որոշեցինք, որ այդ գործը անենք, ուրեմն այդ պրոյեկտը արդեն սկսվել է, այդ աշխատանքը, արդեն մենք ուսումնասիրության փուլը շուտով կավարտենք եւ հետո կանցնենք աշխատանքային փուլին, որը կարողանանք մեր ստրատեգիան որոշենք, որ Հայաստանը ինչ ձև պիտի ներկայացվի, ինչ բրենդով պիտի ներկայացվի տեխնոլոգիական աշխարհին։ Եվ այդ երկրորդ ուրեմն պանելային քննարկումը կենտրոնանալու է այդ հարցի վրա։ Մենք ունենալու ենք ավելի case study-ներ հստակ, որտեղ այնտեղ կնշվեն, թե օրինակ ֆրանսական տարբերակում ինչպես է եղել La French Tech-ի ստեղծվելուց առաջ եւ հետո, որ դա Ֆրանսիայի տեխնոլոգիական բրենդն է, եւ կամ Էստոնիայից նաեւ հյուր ունենք, որ ներկայացնելու է էստոնական տարբերակը եւ փորձը։ Եվ այնտեղ քննարկելու են եւ նաեւ այդտեղ մենք ունենալու ենք հյուրեր, նաեւ մասնակիցներ մեր հայկական էկոհամակարգից, լինելու է ուրեմն Enterprise Armenia-ի գլխավոր տնօրենը Գոհար Աբաջյանը, որը գիտեք, որ Enterprise Armenia-ն ներկայացնում է Հայաստանը ամբողջ աշխարհում որպես ներդրումային տեսանկյունից եւ զարգացման տեսանկյունից, ուրեմն դա շատ կարեւոր մասնակցություն եւ նաեւ ունենալու ենք ուրեմն գլխավոր տնօրենին, ուրեմն UAT-ի Սարգիսին, որովհետեւ UAT-ին նախկինում ինչ որ աշխատանքներ էս ոլորտում փայլուն աշխատանքներ փորձեր կատարել եւ մենք հենց այդ պատճառով ուզում ենք այդ փորձերից վազ չանցնենք, այդ փորձերը կարողանանք ներգրավենք նաեւ մեր այս աշխատանքի մեջ, որովհետեւ նպատակը մեկ է։ Նպատակը դա է, որ կարողանանք Հայաստանի համար շատ արժանավայել եւ նաեւ ազդեցիկ տեխնոլոգիական բրենդ ստեղծենք։ Քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին, այ Digitech եկողների համար, եթե ամփոփ փորձեք ներկայացնել, ինչ կարող են տեսնել այդ ծառուղում եւ ամենահետաքրքիրը, որ տեսանելի կլինի կամ ամփոփ նաեւ զրույցը ամփոփելով ինչ կհավելեք։ Ամփոփելով զրույցը նախ եւ առաջ այդ ծառուղու մասին նշեմ, որ դե բնական է Digitech-ում ընդհանրապես
հիմնական բաժինը լինելու է ուրեմն ավելի զարգացած եւ ավելի հասուն կազմակերպությունները, որ հայկական էկոհամակարգում աշխատելու են։ Իսկ այդ բաժինը, որ կոչվում է ծառուղի ստարտափ-ը, դա հատկացված է մեր ապագա սերունդին, այսինքն գալիք սերունդին, որ ստարտափները, որոնք նոր ստեղծել են եւ սկսել են իրենց աշխատանքը եւ ինչ որ փայլուն գաղափար, ինչ որ փայլուն լուծում ունեն, որոնք կարող են մեր ապագա էկոհամակարգի զարգացման մեջ ավելի մեծ դեր խաղան։ Ճիշտ կարծեք, օրինակ, ինչպես փայլուն ստարտափներն, ինչպես CRISP-ն, Podcast-ն, այս որպես զարգացած կամ Pixar-ն, այս կազմակերպությունները, այս ընկերությունների ստարտափները ապագա հույսով ենք պիտի CRISP-ը ապագա կլրացնեն CRISP-ի դեր, որտեղ CRISP-ը զարգանում է դառնալու ուրիշ փուլի է մտնելու, տեղը բաց չմնալու համար, ուրեմն այս ստարտափներն փոխարինողներ պիտի լինեն։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է Digitech-ի համար, որովհետև մենք ոչ միայն զարգացած կազմակերպություններին կարող են այցելուները տեսնեն եւ ծանոթանան եւ շփվեն, այլ նաեւ կարող են ապագա սերունդին տեսնեն եւ ապագա սերունդը շատ կարևոր է, որովհետև դա պիտի այս էկոհամակարգը պիտի անընդմեջ նոր արուն մտնի էկոհամակարգի մեջ եւ նաեւ հասունացածները էկոհամակարգում ավելի բարձր տեղերի հասնեն։ Եվ դա ընթացքը պիտի շարունակվի եւ Digitech-ում այդ ընթացքը մեր աչքերի առաջ տեսնելու ենք, այսինքն նոր սերնդին, հին սերնդի կողքին։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ, կհանդիպենք Digitech-ում։ Անպայման, ուրախությամբ։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով զրույցն էիք դուք լսում, իմ զրուցակիցներ Նժդե Հովհաննիսյանը, You for Innovation East ծրագրի Հայաստանի ազգային համակարգողը, ձեզ համար տաղավարում Մոնիկա Մամյանը աշխատեց, շարունակեք հետևել Tech 5 շաբթիներին, կհանդիպենք։